Ապրիլի 4-ին հայ առաքելական Սուրբ եկեղեցում կմատուցվի ճրագալույցի Սուրբ Պատարագ, ազդարարելով մեծ պահքի ավարտը։ Տարվա մեջ 2 անգամ է երեկոյան մատուցվում ճրագալույցի պատարագ, մեկը Սուրբ Ծննդյան տոնի նախորդող օրը, մյուսը հարության։ Ճրագալույց նշանակում է ճրագ լուսանել, այսինքն ճրագ վառել։ Ճրագալույցի Սուրբ Պատարագի ընթացքում եկեղեցին ավետում է բարի լուրը Քրիստոս հարյավի մեռելոց, որին հավատացյալները պատասխանում են օրհնյալ է հարությունը Քրիստոսի։ Պատարագի ավարտին հավատացյալները եկեղեցու կանթեղներից մոմ կամ ճրագ են վառում եւ տանում իրենց տները։ Ըստ Գրիգոր Տաթևացու, քանի դեռ Քրիստոս գերեզմանում էր, աշխարհը խավարի մեջ էր, իսկ հարությամբ նա ծագեց որպես անմատույց լույս։ Մաղաքիա Օրմանյան պատրիարքը իր ծիսական բառարանում բացատրում է, որ ճրագալույցը այն հանդիսավոր երեկոյան պատարագի հատուկ անուն է, որով ավետվում է Փրկչի ծնունդը կամ հարությունը։ Լույսերի վառվելը խորհրդանշում է հոգևոր ուրախությունը եւ աստվածային հայտնությունը։ Ճրագալույցի պատարագով սկսվում է Սուրբ Հարության տոնը։